Պարոն Սիմոնյան, մի հարցը ոչ այդ ստորակարգի հետ կապված։ Պարոն Սիմոնյանն որոշ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ընդդիմադիր որոշ ուժեր մարզերում, այնուհետև տեղափոխելու Երևան, որոշում են կայացրել բախումներ հրահրել, այնուհետև քաոս ստեղծել երկրում։ Կարող եք ասել մեկնարկը այսօր Դե ես ասացի, որտեվ հիմա շատ մարդ է եկել, շատ մեծ փյուրքահայ եղբայրներ, քույրեր են եկել Հայաստան, եւ իրավիճակ գարուն է բացվել, հայերտական թեժ ժամար ձմեռ հիմա ցուցադրվելու ամենայն հավանականությամբ չեմ բացառում, բայց կրկնում եմ, թող փորձեն եւ պատասխանը բնական է օրենքի շրջանակներում ստանալու են, ինչպես նաեւ քաղաքական մակարդակով շատ լավ պատասխան կստանեն, իրանք դա գիտեն։ Ընդդիմադիրներն ասում են, որ ուղղակի հարցին է վերաբերում, ասում են, որ նիստը դուք վարելիս արդեն սադրում եք իրենց, այսինքն դուք եք այդ բախումների գլխավոր դերակատարը, անգամ Ղալումյանը, որը առաջինը ձեռնամարտի բռնվեց, ասում են, չէ, Արեն Սիմոնյանն է, դուք։ Որ ուզենամ սադրեմ, բայց չէ։ Դրա կարիքը չկա։ Դե գիտես ինչ, եւ ես ասացի, սնան կա, ասելիք չկա։ Ինչ պետք է խոսա հանդիմությունը, ժողովուրդ, եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք, հա, ժողովրդական խոսքով ասած, հա։ Տեսեք, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ ճակերտավոր Արեն Սիմոնյանը չի սադրում, հա։ Ինչ հալնելու դահլիճում։ Ոչ մի բան։ Բովանդակություն չկա։ Քրիստինե Վարդանյանը Չէ, բովանդակություն չկա։ Տեսեք, Քրիստինե նախով ասաց, որ լավ ելույթ է, այդ որ դուք ձեր փուճուր շրջանակով եւ Քրիստինե Վարդանյանը իր փուճուր շրջանակով sense փուճուրիկ դրոշներով ասում են, այո, դուք շատ լավն եք, մենք էլ ունենք այնպես մարդիկ, ովքեր մեզ են սատարում։ Խնդիր չի։ Բոլոր իրանք բայց բացի այդ փուճուր Պուչիկներից, հա, մոլորակներից, հա, գոյություն ունի օբյեկտիվ իրականություն։ Ինչն էր իրա, ասենք, ես օրինակ այդ ելույթից շատ վրդովված եմ, որ ես չեմ սիրում, բոլոր նորմալ կարծում եմ հայերը նման բան չեն սիրում, երբ որ օրինակներ են բերում մարդկանց երեխաների զոհվելու, ընտանիքների անդամների, հայրերի, կամ որպես ես չեմ ընդունում, քաղաքական գործիչ եթե ասելիք ունի, տեսել եք ես երբևիցե ինձ թույլ տամ ամենավատ վերաբերմունք ունեցող քաղաքական գործչի երեխայի մեռնելու մասին բան խոսամ։ Տեսել եք ես տես բանից թույլ տամ։ Որպեսզի իր խոսքը բան, ես ներողություն եմ խնդրում։ Դե բայց ասում եմ պետք է երեխան ասկա դա չասեր ուրիշ մարդ ասեր չէիք վիրավորվելու։ Չէ, ասում եմ եթե վիրավորել լրագրողը, խոսքը վիրավորել։ Շատ սուբյեկտիվ բան եք ասում թե չնյարդայնա։ Ասենք անընդհատ հանդուրժող լինի պաշտոնյաների կոդեքսով պիտի իրենք ներողություն, այսինքն ինչ է այս բղավեց ասեց ինձ հանգիստ թող։ Գիտեք մենք մի հատ հարևան ունենք, ես էլ ասեմ ու վերջացնեմ։ Լավ, եկեք ես վստահ եմ որ մեր հեռուստադիտողներին այս հարցը այնքան էլ հետաքրքիր չի, եկեք հումորով ավարտենք։ Մենք մեր առաջի հարկում մի հարևանուհի ունենք, որը իր ամուսնու հետ բաժանվելուց հետո իր ամուսնուն անձրևանոցով ծեծում էր եւ գոռում էր օգնեցեք, բայց ինքն էր հարվածում։ Շնորհակալություն։